Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը Իսրայելի բանակը հարվածել է իրանական մի քանի քաղաքի, այդ թվում Թեհրանին, թիրախավորելով պետական ենթակառուցվածքներ, հրթիռների արձակման հարթակներ, ռազմական ակադեմիան։ Ըստ իրանական լրատվամիջոցների, Շիրազում իսրայելо-ամերիկյան հարվածներից 20 մարդ է սպանվել, ևս 30-ը վիրավորվել է։ Վիրավորներ կան նաև Լորեստան նահանգում։ Թեհրանի բնակիչները BBC իրանական ծառայությանը պատմել են, որ անցած գիշեր աննախադեպ ուժեղ հարվածներ են եղել, որոնք շարունակվել են նաև առավոտյան։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1332-ի, վնասվել է 3600-ից ավելի բնակավայր, այդ թվում 3090 տուն, առևտրի և սպասարկման 528 կենտրոն, 14 բուժ հաստատություն։ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետն ասել է, որ պատերազմի սկզբնական փուլում գերազանցություն են հաստատել օդում և ոչնչացրել բալեստիկ հրթիռների կայանները։ Հիմա էլ անցնում են հաջորդ փուլին։ Մենք այժմ անցնում ենք ռազմարշավի հաջորդ փուլին, որի ընթացքում կուժեղացնենք ռեժիմի հիմքերին և նրա ռազմական գործողություններին հասցվող վնասը։ ԱՄՆ բանակն էլ հայտնել է, որ այս օրերին խորտակել է ավելի քան 30 իրանական նավ, իսկ Իրանի հրթիռային հարձակումները պատերազմի առաջին օրվա համեմատ նվազել են մոտ 90%-ով։ Լիբանանում Իսրայելը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի հրամանատարական կենտրոններին և զինապահեսներին, այդ թվում Բեյրութի հարավում։ Լիբանանի տվյալներով առ այսօր երկրում սպանվել է 123 մարդ, վիրավորվել 680-ից ավելի։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլան էլ պնդել է, որ հարվածել է Իսրայելի ցամաքային ուժերին։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ հրթիռները հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին։ Կատարում էլ իրանական զինուժը հարվածել է ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային, ամենախոշորը տարածաշրջանում։ Իրանի արտգործնախարարը NBC News-ին ասել է, որ հարվածում են ոչ թե իրենց հարևաններին, այլ այդ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Շարունակվող պատերազմի պայմաններում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Իրան։ Դոնալդ Թրամփը Իրանի զինված ուժերին, ոստիկանությանն ու իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ է արել վայր դնել զենքերը և օգնել իրանցիներին տապալելու այս կառավարությունը։ Այսքան տարիներից հետո դուք հնարավորություն կունենաք վերադարձնել ձեր երկիրը։ Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք, դուք լիովին անվտանգ կլինեք։ Հակառակ դեպքում ձեզ սպասվում է երաշխավորված մահ։ Ես դա չեմ ուզում։ Սպիտակ տան ղեկավարը Reuters-ին էլ ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում, ինչպես Վենեսուելայում, իսկ առաջնորդի պաշտոնում սպանված գերագույն առաջնորդ Խամենեիի որդու ընտրվելը անհավանական է համարել։ Չնայած Իրանի հայտարարություններին, որ չեն բանակցի, ԱՄՆ նախագահն ասել է, թե Թեհրանից իրեն խնդրել են բանակցել, սակայն մերժել է, ասելով, որ մի փոքր ուշացել են։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Իրանին հասցվող հարվածները կտրուկ կսաստկանան։ Փիթ Հեքսեթը նշել է, թե Թեհրանը սխալվում է, կարծելով, որ ԱՄՆ-ն չի կարող շարունակել պատերազմը։ Մեր զինապահեստները լի են, իսկ մեր կամքը անսասան, ինչը նշանակում է, որ միայն մենք ենք վերահսկում մեր ժամանակացույցը և կարող ենք կռվել այնքան, որքան անհրաժեշտ է ապահովելու, որ Միացյալ Նահանգները հասնի իր նպատակներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը պատասխանել է. Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի և զգուշացրել է շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառեն, որոնք դեռ չեն կիրառվել։ Իրանի նոր նախաձեռնություններն ու զենքերը ճանապարհին են։ Այս տեխնոլոգիաները դեռևս մեծ մասշտաբներով չեն կիրառվել։ Թշնամին պետք է ցավոտ հարվածների սպասի։ Նոր զինատեսակներով սպառնալուն զուգահեռ Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Նեղուցում միայն 52 ֆրանսիական նավ է արգելափակված։ Ըստ Reuters-ի նավթի խոշոր ներգրողներից Չինաստանը բանակցում է Իրանի հետ իր նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։ Ծոցի երկրներում մի քանի ավիափոխադրողներ մասամբ վերականգնել են թռիչքները։ Տարբեր երկրներ չարտերային թռիչքներով շարունակում են տարածաշրջանից դուրս բերել իրենց քաղաքացիներին։